Բարև ձեզ, սա Codecast-ն է, որտեղ խոսում ենք IT աշխարհի նորություններից, խոսում ենք մեր ուսանողների հետ եւ խոսում ենք առհասարակ IT աշխարհի տարբեր մասնագետների հետ։ Այսօր իմ հյուրն է Նորայր Գրիգորյանը, մեր ուսանող եւ նաեւ մեր շատ լավ ընկեր, ում հետ ահագին երկար ճանապարհ է, որ անցնում ենք ու վստահ եմ դեռ շատ երկար տարիներ անցնելու ենք այդ ճանապարհը։ Նորայր ջան, ողջույն։ Ողջույն ընկեր Գագիկ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ քեզ եմ շնորհակալ հրավերը ընդունելու համար, Նորայր ջան, ու վստահ եմ մենք դեռ շատ sense տարբեր ֆորմատի ոնց որ համագործակցություններ կունենանք։ Մենք այսօր կխոսենք թե օրինակ ինչպես սովորել, դու ահագին ճանապարհ ես փաստացի անցել։ Վստահ եմ իմ հետ նաև կհամաձայնվես, որ ինչքան էլ սովորում ես, մեկը հələ պիտի սովորես։ Օրինակ թեկուզ մի տարի մարդը սովորի, դա չի նշանակում օրինակ արդեն հերիք է կամ թեկուզ 5 տարի։ Բայց ամեն դեպքում դու արդեն բավական երկար ճանապարհ ես անցել ու նաև օրինակ այսօր կուզենամ ոնց որ մի քիչ շեշտը դնենք իրար դրա վրա, որ խոսանք այդ անցնող ճանապարհից, հա, օրինակ դու ինչ որ խորհուրդներ կտաս մարդկանց, այն մարդիկ ովքեր նոր են սկսել, նոր պիտի սկսեն, հա, քո մի փոքր այդ անցած ճանապարհով կուզեմ այսօր մի քիչ ոնց որ անդրադարձնել։ Հիմա մի հատ sense քեզ հարց տամ, Նորայր ջան։ Դու ես բնական եմ մոտավոր պատկերացնում եմ քո պատասխանը, բայց ուզում եմ տամ ու դու պատասխանես եւ մարդիկ լսեն։ Որքան է կարևորում դու սովորելը, հա, որքան է դա կարևոր, թե քո համար, թե առհասարակ մարդկանց համար սովորելը, կրթվելը ու ոնց որ գնալ դեպի դրան։ Ոնց է այդ ամեն ինչի վերաբերվում։ Դե սովորելը ուղղակի ոնց որ կարելի ասել ոչ դասի գնալ գալա կամ չգիտեմ դասի նստելա կամ գիր կարդալ, նո մեր ոլորտում է կոդ գրել ուղղակի, այլ այդ ամեն ինչից ոնց որ պետքա լինես էլի։ Ու տարբեր բնակավարում, եթե դու չես սովորում կամ սովորած չես թեկուզ, դու ապրում ես ոնց որ ասենք ուրիշի ստեղծածի մեջ, ուրիշի գաղափարներով, հա, ուրիշի գաղափարներով ես շարժվում, ուրիշի կարելի ասել ուրիշի ձեռքի տակ ես նաև աշխատում, եթե դու սովորած չես։ Հասկացա։ Ամեն դեպքում այսքան ոնց որ գիտելիքը ինքը, որ ասում են գիտելիքը ուժը, գիտելիքը բացում է շատ դռներ, բավական ճանապարհներ ու այդ ճանապարհները մենակ տանում են ի բարօրություն քեզ, հա, այսինքն բացում է քո կյանքի կոմֆորտ այն ճանապարհը, ոնց որ գիտելիքի միջոցով է դա միայն լինում փաստացի։ Շատ լավ։ Էլի բանն ես ասել։ Նու, երբ որ դու արդեն սովորած ես, դու ինքդ ես արդեն սկսում ստեղծել ամեն ինչը, ոնց որ դառնում ես ստեղծող։ Համաձայն եմ։ Նույնիսկ եթե օրինակ հիմա նայենք ոնց աշխարհի մասշտաբով, հա, ասենք լինի Apple ստեղծող, Facebook ստեղծող, sense եթե այդպես ամենագիգանտներով դա նույնիսկ նայենք, իրանք անցել են այդ ճանապարհով, որ դարել են ստեղծող։ Մարդ կարա լինի, ասենք շատ խելացի, ASN, բայց ամեն դեպքում գիտելիքը պետք է, այն որ լրիվ համաձայն եմ քո հետ։ Sense մի հատ հարց, օրինակ ծրագրավորման մասով, դու օրինակ ինչ դժվարությունների ես հանդիպել կամ օրինակ ինչ դժվարություններ կան ծրագրավորում սովորելու մեջ։ Այն դժվարություններից եմ ուզում խոսես։ Դե ծրագրավորման մեջ դժվարություններ, ասենց ասեմ, սկզբից են դժվարությունները, այսինքն օրինակ իմ փորձից ասեմ, երբ որ ես եկել էի առաջ անգամ մոտ առաջի 2 դասերը, երբ որ նստում էի նայում էի ուղղակի, չգիտեմ, կանանչ, կարմիր կամ օրինակ կապույտ գույնի ինչ որ տառեր են, տարբեր նշաններ են եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը եթե այդ մոտակա 2-ից 3 դասը դու անցնես, այդ նշանակում ոնց որ արդեն դու ես կյանքին հաղթահարելու փուլում ես։ Համաձայն։ Այդ է էլի, եթե դու սկսես սովորելը, այդ շատ լավ բան է, ծրագրավորում սովորելը։ Շատ լավ։ Նորայր ջան, քեզ մի հարց էլ տամ, առհասարակ քո համար on-line, offline տարբերակի ձևաչափը, հա, sense ասած սովորելու, ոնց է, հարմար է այն, թե այն տարբերակը կամ ասենք օրինակ մարդիկ կան, իրենք նաև նախընտրում են այդ հիբրիդային տարբերակը, հա, պահիդակերպ հարմար է on-line, եթե հարմար է offline եւ այլն եւ այլն։ Մի խոսքով on-line, offline ձևաչափի քո այդ մոտեցումը ասա, քեզ ոնց է հարմար։ Եթե անկեղծ ասեմ, իմ համար ավելի ճիշտ է, որովհետև ոնց որ ասենք երկար սովորելուց հասկացել եմ, որ ճիշտը այդ օֆլայնն է, ինչի համար, որովհետև դու ասենք այդտեղ կարողանում ես, ասենք չգիտեմ, դասախոսին հարցեր ուղղել, հա, ընդեղով էլ ես կարողանում ուղղել, բայց այդտեղ ասենք ընկերներս ձեռք բերում, դասախոսի հետ ես ընկերանում, օրինակ ինչ որ բան չեք կարողանում, ինչ որ ընկերներով եք կարողանում, ասենք քննարկում եք ու ստացվում է այդ ամեն ինչը։
Իսկ օֆլայնի տարբերակով սենց ասեմ, որ դու ես քո գլխի տերը այնտեղ, ինչքան է որ դասախոսը, հա, դասախոսը էլի եմ ասում, դասախոսը քեզ բացատրում ասում է S, բայց ոնց որ ասենք դու էլ պետքա պարտավորվածություն ունենաս, որ այդ ամեն ինչը անես, ընկալես ու կարողանաս ասենք շարունակես մնացը։ Բայց եթե թեկուզ մի քիչ էլ չլինի այդ պարտավորվածությունը, ոչ մի բան չի ստացվի։ Հասկաց։ Հետո համաձայն եմ, իրականում էս on-line off-line-ի պահը, այն որ լրիվ ոնց որ վիճելի է, հա, օրինակ մեկի համար սենց է, մեկի համար նենց է, ու այն որ ես լրիվ ընդունում եմ, հարգում եմ քո ոնց որ մոտեցումը, հա, քո տեսակետը, որ ասենք, օրինակ մարդկա սիրում է ֆիզիկապես դասախոսին իր կողքը տեսնի, որտեղ ինքը տենց ավելի լավ ընկերանում դասախոսի հետ կամ չգիտեմ, այն որ ասում խոսում ծիծաղում դաս ընկերանալ, on-line-ը մի քիչ ճիշտ է, մի փոքր ավելի ոնց որ sense ավելի սառն է լինում օֆլայնի համեմատ, հա, թե ամեն դեպքում մարդը չի տենում, թե դասախոսին, թե մնացածին, ուղղակի դե արդեն նայած որ տեսանկյունից ես նայ։ Օրինակ նայ, մարդկա սիրում է այդ տաք շփումը, հա, sense ասած այդ հենց այդ պահին մարդկանց հետ ոնց որ շփումը։ Մարդը կան որ ասում է մարդ այդ չի հետաքրքրում, ինձ իմ գիտելիքը տվեք հերիքա, ասենք sense էլի։ Ուղղակի ինձ օրինակ հետաքրքիր էր քո հայացքները էս on-line off-line-ի մասով, բայց դե զուտ ոնց որ եթե ասած մոտ էս մի քիչ էս մասով հավելում անեմ, հա, sense ասած ամեն դեպքում եթե մենք ծրագրավորող ենք on-line-ից չենք կարա փախնենք զուտ հետագա գործերի հետ կապված այն որ ասենք շատ ծրագրավորողներ կան գիտես ասենք աշխատում են on-line տարբերակով այլ երկրների հետ եւ այլն Էսի արդեն դասընթացի հետ կապ չուներ զուտ որպես բան շատ լավ դու ինձ ինչ որ հարց ունես նորեր չէ Ճիշտ ասած հարց ունեմ ինձ հետաքրքրում է եթե AI-ը կարելի ասել շուկան համարյա թե գրավել է ինձ հետաքրքրում է իմաստ կա ծրագրավորում սովորելու թե ոչ նայ նորոջան շատ լավ հարց ես տալիս արի մի փոքր այս կողմից սկսեմ պատասխանել նայ գրավել ասվածը արի մի հատ ոնց որ բացենք փակագծերը որ մարդիկ ճիշտ հասկանան օրինակ գրավել կա հա նույն տրամաբանությամբ ենթադրենք մինչև ChatGPT կլինի թե ինչ ու ոնց ենթադրենք գրավել էր Google-ը այսինքն գրավել ասվածը արի ոնց որ մատուցենք մարդկանց այն ձևով որ գրավել է այն բանը որ մարդիկ շատ են օգտվում հա ենթադրենք արի խոսանք ասենք մենք մեքենաների շատ ենք խոսում արի մեքենաների մասով բերեմ օրինակ ոնց օրինակ հիմա մենք խոսանք ենթադրենք Mercedes-ը կամ չգիտեմ այսինչը գրավել է ասենք չգիտեմ շուկա բայց դա չի նշանակում չէ որ մնացածի արտադրությունը կանգնել է կամ մնացածի օգտվողները չկան մնացածի պահեստամասերը չկա մի խոսքով այսինքն եթե մի պահ 5-10 տարի առաջ հետ գնանք որտեղ կար էլի արհեստական բանականություն բայց ոնց որ այն բումային վիճակը չէր Ինչ էին անում մարդիկ, ինչ հարց կար, մտնում են Google-ի հետ այդ հարցերը լուծում, չէ՞, ինչ ճշտելու, poisk տալու եւ այլն։ Հիմա մի քիչ այդ search անելու ձևերն է զուտ փոխվել, ասենք ավելի մի քիչ հեշտացնում է AI-ը կամ ասենք արագացնում է, ինչ որ մոտեցումներն է փոփոխվում, հա, բայց միտքը, որ դու արհեստական բանականության տաս, ինքը անի, քեզ ճիշտ տա կամ իրատվածը դու ստուգես, այդ ամեն ինչի համար գիտելիք է պետք։ Օրինակ, դու ինձ այսինչ բանը տվեց։ Ասենք կոդ նույնիսկ ծրագրավորում է թե ուղիղ հենց մեր մասով խոսամ դու ինձ այսինչ մասով սենց կոդ տվեց լավ բա գիտելիքա չէ պետք որ ունենք համարենք սխալվել է պատկերացրեցիր կարող է գիտես ինչ որ չնչին հարցերում ինքը իրոք տենց դնենք սենց ամենը կատարյալ է կամ տենց մի բան բայց եթե մի քիչ ավելի ծանր հարցերով նայենք ասենք կոնկրետ իմ համար ինքը այնքան էլ վստահելի չի այն առումով որ ես գիտելիք չունենամ, ուղղակի ինչ ասեմ ինքանի, copy paste անեմ, դնեմ, օրինակ աշխատեց, անցնեմ առաջ։ Ամեն դեպքում զուտ այդ համացանցի հետ շփվելու ձևն է մի քիչ փոխվել, հա, Google-ը մի քիչ ենթադրենք ավելի մի քիչ 4 տարբերակ էր, ասենք սենց այդտեղ ավելի տնավարի դու կարաս ձևակերպես ինչ ես ուզում, ինքն է քեզ ասի ինչ քո ոնց որ հարցի պատասխանը։ Այսինքն արժի սովորել միշտ Գիտես կարող է 100 տարի հետո ինչ որ բաներ փոխվեն առհասարակ աշխարհում, դրա մասին չի խոսքը։
բայց մոտակա տասնամյակներում այդ քո ասած խնդիրը չի կարա սպառնա, հա։ Արհեստական բանականություն ինքը լավ բան է, ավելի հեշտացրած է համացանցի հետ շփումը, ասենց ասած, հա։ Ասենք ինչ-որ բան պետք լինի, պոիսկ տաս, գտնես, խոսաս, ուզես տա եւ այլն, բայց կարաս սխալել տա։ Այ ամբողջ հարցը դրանումն է։ Դե ինքը կզարգանա, բայց դե այդ զարգանալու հետ մեկտեղ ամեն դեպքում ինքը մարդ չի, այտենց։ Այսինքն արժի սովորել առհասարակ IT ոլորտի հետ կապված ցանկացած բան, մասնագիտություն։ Դե բնական է ես ծրագրավորող եմ, ոնց որ իմ ամբողջ շեշտը այնա որ մարդիկ ամեն դեպքում սովորեն ծրագրավորում, որտեղ ոնց որ ամեն ինչ իրանից է սկսվում, սենց ինքը շատ բացատրություններ ունի, բայց մեծ հաշվով IT ոլորտի մեջ գոնե ինչ-որ մի բանի մեջ մարդ արժի մտնի այսօր, որտեղ IT ոլորտի ոնց որ աշխարհ է դառել առհասարակ, հա։ Ասենց։ Կարելի ասել, որ բան է, էլի, եթե օրինակ ուզում ես օգտվես արհեստական բանականությունից, ինչ որ IT մասնագետ պետք է լինես, որ հարցը տուղես, ինքը պատասխան տա, դու հասկանաս ճիշտ է կամ կիսա ճիշտ է։ Նայ, հա, բայց սենց, օրինակ դու կարող ես չլինես IT ոլորտի մարդ, մասնագետ, էլի հարցը տաս, պատասխանի ու դու տենց էլ չիմանաս ճիշտ էր թե չէ։ Ու ես մի քիչ ավելի մի քիչ բարդ օրինակ բերեցի, ինչ իմաստով, ասենք տվել է 100 տող կոդ։ Ասենք հենց մի տող էլ չի, որ ինչ որ մի ձև, չգիտեմ, իբր մի ձև մարդ հասկանա։ Ասենք կամ էջերով կոդ է տվել։ Մարդը ասում է չկարդա թարգմանի տենատեղ ինչա գրած։ Նայեմ որ էլի։ Հենց որ ամեն դեպքում գիտելիք, այսինքն ինքդ քեզանով այդ ամեն ինչին տիրապետելուն եմ ես կողմ, սենց ասած, հա։ Հիմա նույն տրամաբանությամբ համարենք սենց մոտ օրինակ բերեմ, արհեստական բանականությամբ կարած գրես այս ինչ գրքի մասին ասա, ինքը ասած։ Ու ասենք թե դու այդ պատկերացում կազմեցիր այդ գրքից։ Սենց, հա բայց քո մեջ լցված չի, չէ՞ այդ գրքի այդ ամեն ինչ են, բովանդակությունը, որ այդ ապրել է այդ ամեն ինչի, մարդը իր կարդալուց, չգիտեմ, ենթադրենք խոսքն է ավելի լավանում, միտքն է լավանում, հիշողությունն է լավանում, չէ՞ ինքը իրանից բխող մի շարք լավ բաներ ունի, օրինակ գիրք կարդալը։ Բայց օրինակ արհեստական բանականությունով մենք կարանք ինան ասենք, ասա մեզ այս գրքի մասին, ինքը ասի երկու բառով ինչա։ Դե հիմա եմ որ տարբերությունը արդեն որոշման ակնհայտ է, էլի, որ արժի գիրք կարդալ։ Այս դեպքում արժի սովորել դառնալ IT ոլորտի մասնագետ։ Ասենք ծրագրավորող, օրինակ։ Հասկացա։ Ճիշտն ասած, ես մի քանի հարց եմ պատրաստել ու ինձ հետաքրքրում է ներկա պահին ու ինձ թվում է բոլորին է հետաքրքրում այդ հարցը, թե ինչ դասընթաց ընտրեն կամ որտեղից սկսեն սովորել ծրագրավորում։ Լավ, նայ, այդ հարցին ես միշտ պատասխանել եմ նույն ձև, հիմա նույնը կասեմ, պետք է փորձել ընտրել ճիշտ մարդ, առհասարակ, ճիշտ մասնագետ։ Այդ օրինակը շատ եմ բերել, հիմա նորից կասեմ, մարդ, ով որ ծնողի պես ուսանողի ձեռը բռնած, ամբողջ ճանապարհը կուղեկցի իրան։ Մարդ, ով որ ունի մեծ փորձ, օրինակ եթե ծրագրավորումից մի պահ դուրս գանք, ուղղակի կյանք հա, երբ որ մենք ինչ-որ մի հարց է լինում, որ չգիտենք կամ կամուկած ենք լինում, ավելի տարիքովին ենք դիմում, չէ՞, օրինակ իր կյանքի փորձով, որ ինքը մեզ ինչ-որ խորհուրդ տա, օրինակ։ Այ նույնը մեր ոլորտում է։ Պետք է գտնել մարդ, ով որ անցել է մեծ ճանապարհ, ունի լուրջ փորձ, շատ բաների մեջով է անցել, ունեցել է թե հաջողություններ, թե անհաջողություններ, ինքը գիտի այդ ամեն ինչը։ Ինքը գիտի օրինակ անհաջողության դեպքում ոնց պայքարել, նրա դեպքում ինչ լուծում տալ, այս անել, այն անել, պատկերացրեցիր, այսինքն ամենաառաջի բանը չշտապել եւ գտնել ճիշտ մարդ, ճիշտ մասնագետ, որ ծնողի դեր տանի, ձեռը բռնած քայլացնի ամբողջ ճանապարհը։ Այս է ամենակարևորը։ Նայ, օրինակ ես շատ եմ սիրում այս մոտեցումը, որ օրինակ դասախոսը ասում է գրքի դերել տանի ուսանողի համար, վիդեո դասերի դերել տանի ուսանողի համար, հա, ճիշտ է, առհասարակ լավ է, երբ որ ուսանողը փորձում է բազմակողմանի բացվի, բայց նաև օրինակ ես ունեմ այս մոտեցումը, որ եթե մարդը եկել է օրինակ մեր մոտ ենթադրենք, ինքը վստահել է մեզ իր գումարը, իր ժամանակը, մենք պետք է այնքան լավը լինենք, որ իրան բոլոր ձևերով բացենք։ Ու այդ բացել, հիմա այդ բառերը մի պահ մի կողմ դնենք, առհասարակ մարդը կարող պահի տակ դեմոտիվացվի
կարա պահի տակ, չգիտեմ, ասենք, հավեսից ընկնի, ռիթմից ընկնի, այդ ամեն ինչ մտնում է դասախոսի, ասենք ասած պարտականությունների մեջ, ինքը մեծ փաթեթ է, որ դասախոսը այդ ամեն ինչին տիրապետի, ինքը պիտի լինի լավ հոգեբան, մի խոսքով լավ մարդ, շատ բաներ են մտնում դասախոս ասվածի մեջ, հա։ Այսինքն ցած կարճ մի նախադասությունով պետք է սկսել փնտրել ճիշտ մարդ, ճիշտ մասնագետ, որ ճիշտ կազմակերպի այդ ամբողջ ճանապարհը, որը բավական, այո, բարդ է, հեշտ չի։ Դրա համար ճիշտ մարդու հետ է պետք է անցնել ճանապարհը։ Հասկացա, եւ վերջի հարցս, որ բոլոր մարդկանց մոտ կապ չունի ինքը ուզում է ծրագրավորում սովորի թե չէ, ոնց որ բոլորի մոտ նստած է այն բանը, որ եթե ծրագրավորում ես ուզում սովորես, պարտադիր պետք է իմանաս մաթեմատիկա, ֆիզիկա, կամ անգլերեն, չգիտեմ, գոնե տարական մաթեմատիկա, չգիտեմ, կամ խորը պետք է մաթեմատիկա իմանաս։ Ճիշտն ասած, ես որ եկել եմ, ես իմ հարցի պատասխանը գտել եմ, ու ինչքան ես մարդկանց ասում եմ, այդ մարդիկ ոնց որ էլի են հարցնում, դրա համար ճիշտ գտա, որ ձեզ եմ այդ հարցնեմ, որ դուք պատասխանեք ու երևի ինձ թվում է բոլորի համար հասկանալի կլինի։ Հա, ճիշտ ես։ Այդ հարցը շատերին է հետաքրքրում։ Դե նայ, ծրագրավորումը քանի որ մի քիչ ինքը փակ մասնագիտություն է, ասենք, դու կամ մեջն ես ու գիտես ներս ինչա կատարվում, կամ մեջը չես ու ոնց որ մի քիչ ի վիճակի չես իմանաս ներս ինչա կատարվում, չես կան, ասենք հիմա ենթադրենք բժշկությունը, հա, եթե տենց խոսանք, հիմա ես ու դու բժիշկ չենք, բայց ասենք գիտենք գլխացավի դեպքում ինչ դեղ արժի խմել կամ էս ինչի համար, էս ինչը, չէ, գոնե չնչին տարական ծրագրավորում ինքը շատ փակ է։ Ու դրա համար, եթե ենթադրենք ինչ-որ սենց դնենք անունը միֆ է լինում կամ ինչ-որ մեկի կարծիքն է լինում, հա, ինչ-որ մեկը տենց է մտածում, որ տենց է ճիշտ, ասում է ու տենց գնում է։ Հիմա ես ասեմ այս ամեն ինչի պատասխանը։ Այ առհասարակ, երբ որ բազմակողմանի զարգացած մարդը մուտք է գործում ծրագրավորման մեջ IT աշխարհ, բնականաբար լավ։ Այդ բազմակողմանին բաց եմ շակերտները ինչ նկատում եմ։ Ասենք եթե գիտի անգլերեն ավելի լավ, գիտի մաթեմատիկա ավելի լավ, դե լավ է դա, ասենք, ոչ ես ասի, չէ, գնա մոռացի այդ ամեն ինչը, մենք մեկը 0-ից ենք սովորացնում։ Բայց նայ, կոնկրետ full learning-ի մասով եթե խոսեմ, մեր մասով եթե խոսեմ, մենք ինչով ենք ոնց որ մեր շեշտը դրել, հա, որ մենք սովորացնում ենք 0-ից։ Ու այդ 0-ն ես էլի մի քանի անգամ բացատրել եմ, ինչ եմ հասկանում ասելով, հիմա ավելի կոնկրետ ասեմ։ Ամեն մարդ ունի իր կետը սկսելու։ Օրինակ դու եկել ես քո կետը այն էր, որ պիտի սկսենք այս մասից, այն մեկը, այն մասից, այն մեկը օրինակ պապկա ֆայլ ստեղծել չգիտի, մեկը կլավիատուրայի տեղերը չգիտի, մեկը ինչ որ բաներ գիտի, ասենք փորձել է ինչ որ վիդեո դասերով սովորի, ենթադրենք թերի ինչ որ մի երկու բան գիտի, բայց ինչ որ մի երկու բան գիտի։ Այսինքն ամեն մեկին ինչ որ տեղից է, անկեղծ եմ ասում, լինում են մարդիկ ու դա մեր համար լրիվ ընդունելի է, գալիս են մեր մոտ, ասենք, պատկերացրու կլավիատուրայի տեղերը չգիտեն, ստեղնաշարի տեղերը չգիտեն, ու մենք իր այդ բնականաբար հո ծրագրավորումից չենք սկսելու։ Այսինքն, եթե նայես դու մարդուն, որ level-ից ես տանում առաջ, որ փուլից ես վերցնում ու տանում առաջ։ Եթե դու ասում ես արի ես քեզ 0-ից կսովորացնեմ, դա նշանակում է այդ ընթացքում ինչի կարիք մարդը ունենա մեծ հաշվով, պիտի տաս։ Իսկ եթե մի քիչ ավելի կոնկրետ են հա ու չէով անենք, հա մաթեմատիկա պետքա թե չէ, ենթադրենք անգլերեն պետքա թե չէ։ Այ ասենք մենք գնում ենք խանութ, առնում ենք էս ու մենք մեր մտքում հաշվում ենք, չէ, օրինակ 500 դրամ տվեցի սրան, 10000 դրամ տվեցին դրան։ Այսինքն մեծ հաշվով մեր կյանքը մաթեմատիկա է։ Ինչ հաշվարկներ է, չէ, ասենք, կամ թեկուզ ժամը էս ինչին դուրս գամ տնից, որ էս ինչ ժամին հասնեմ, էս ինչ տեղը պատկերացրեցի, այդ հաշվարկը մեծ հաշվով մեր հետ քայլում է։ Այսինքն մոտավորապես նման մակարդակ է պետք։ Ընթացքում, եթե ունեք մարդը ուզենա ինչ-որ շատ լուրջ լեվելների հասնի, այնտեղ մի խոսքով արհեստական բանականություն, ինչ-որ տենց փուլեր կա, կարող է այդտեղ արդեն պետք լինի ֆիզիկայից սենս, մաթեմից սենս, ինչ-որ եւ այլն։ Բայց սկսելու ու բավական խորացնելու, դառնալ մասնակետի համար մեծ հաշվով չէ։ Այդ մաթեմ, ֆիզիկա, անգլերենը եւ այլն ամենակարևորը այդ ամեն ինչից կամքի ուժն է։ Ու այս ամեն ինչը ես խոսում եմ փորձից։ Հաստատի մարդիկ սովորել են միջին մակարդակի, այսինքն
կյանքի հաշվարկների չափով մաթեմը գիտեն, հա, սենց եթե դնենք անունը։ Կամ ասենք անգլերենը գիտի, զուտ մի քանի բառ ենթադրենք, կամ գոնե մենակ տառերը ենթադրենք։ Մարդը կամքի ուժ ա ունեցել, պայքարել է ու հասել է, որտեվ չգիտես իմացի։ Ասենք օրինակ ես անգլերեն չգիտեմ, սենց ասեմ, ինչ որ մեկ ասում ես չգիտեմ անգլերեն։ Որ բառը պետքա սովորես, որ կտորը արժի դու մի քիչ իմանաս, սովորի։ Հիմա կսովորես, թե կսովորացնեն, դա էջի մյուս կողմն է։ Այսինքն այս հաշվով կամքի ուժ է պետք։ Եթե մարդը նույնիսկ չգիտի, բայց այդ ուսումնական կենտրոնը իրոք 0-ից է սովորացնում, հա, կարա այդքանը չիմանա։ Քո հարցին չէի կարա հա ու չէով պատասխանել, փորձեցի մի քիչ երկար ստացվեց, բայց լիարժեք պատասխան տամ։ Եթե ուսումնական կենտրոնը իրոք կարում է, իրոք ի վիճակի է 0-ից սովորացնելուն, հա, կարա մարդը այդ քո ասածները չիմանա։ Սենց։ Հասկացա։ Ես պատասխանեցի քո հարցին ամբողջովին։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ քեզ, Նորեր ջան, շատ հետաքրքիր հարցեր էր։ Ես քեզ մի հարց ունեմ։ Դե երբ որ մարդը սովորում է ծրագրավորում կամ առհասարակ ինչ-որ մի բանի մեջ է թաթախվում, իր ընտանիքից բացի նաև ոնց որ իր շրջապատն է իմանում, որ ինքը գնում է, ինչ տեղ է կամ ինչ բանի է հաճախում եւ այլն եւ այլն։ Քո շրջապատը, որի մեջ ընտանիքից բացի իմիջիալուց ընտանիք ասացի, ասեմ, որ շատ շնորհակալություն սենց լավ տղա դաստիարակելու համար անկեղծ։ Շատ լավ մարդ, շատ լավ տղա, մենք Նորերին համարում ենք իրոք լավ ընկեր, լավ ձեռք բերում։ Հենց որ շնորհակալություն ձեզ։ Հիմա շարունակեմ։ Նայ Նորեր ջան, ընտանիքից բացի դե գիտեն, քո հարևանները, քո բարեկամները, քո ընկերները, այսինքն ընդհանուր քո շրջապատը, իրենց արձագանքը առհասարակ, երբ որ իրենք գիտեն, մեր նորոն գնում է ծրագրավորման դասընթացներ։ Ճիշտ ասած, եթե դիտարկենք այդ սովորել այդ կոնկրետ կապած, բոլորը եթե նայենք դպրոցից, իհարկե, բոլորը սենց էին ասում, որ չի ստացվի լիքը բաներ եւ այլն, բայց եթե ներկա պահին ենք նայում, շատ մարդիկ հարցնում են, թե ոնց հասար այդտեղ, երկրորդ մասան հարցնում է, կարանք մենք էլ գանք, դե շատ մարդիկ էլ արդեն եկել են որպեսզի սովորեն, հիմնականում լավ են վերաբերվում ու երբ որ հասնեմ ես իմ նպատակին, հաստատ լիքը մարդիկ ուզել են, որ գան հասնեն իմ կետին։ Հասկացա, Աստված տա, Նորեր ջան, մենք քո համար շատ ուրախ կլինենք քո ցանկացած հաջողություններով, մեծ հաշվով թե առհասարակ կյանքի, թե նաև IT ոլորտի քո ծրագրավորման ճանապարհի հաջողություններով։ Մի հարց էլ քեզ տամ, Նորեր ջան։ Օրինակ դու մեր մոտ սովորում ես ու դե քեզ տալիս ենք տարբեր գիտելիքներ, տարբեր տեղերից, տարբեր փուլեր ես դու հաղթահարելու, պիտի հələ շատ ու շատ հաղթահարես։ Օրինակ ո՞նց է կազմակերպվում քո երբ որ գնում ես տուն, այդ տնային ասված լինի կամ այդ ամեն ինչի վրայով անցնել լինի, հա, ենթադրենք այն ինչ տվել ենք, այդքանով է սահմանափակվում, թե նաև մտնում ես, ասենք համացանցում ինչ որ կրթական էջեր կամ ինչ որ վիդեոդասեր, ինչ որ տեղեր, այսինքն հավելյալ դու օգտվում ես տարբեր տեղերից, թե այսպես ասած ինչ տալիս ենք, այդքանը քեզ հերիքա ու այդպես։ Եթե ես ասեմ ընդհանուր մեր կրթահամալիրի հետ կապված, գլոբալ միտք արտահայտեմ, մեր կրթահամալիրում այն գիտելիքներն են տալի, որ դու հագենում ես, այսինքն իմաստ չկա էլ գնալու ինչ-որ ուրիշ կայքերում փորփրելու, գտնես կամ գուգլես, չգիտեմ, եթե ընդհանուր մեր կրթահամալիրի գրաֆիկա այնքան խիտ է, որ եթե մենք բոլորը օգտագործենք, այսինքն, չգիտեմ, չնայենք ինչ-որ տեղերից եւ այլն, մեզ ֆուլ հերիքա, որ մենք լավ գիտելիք ստանանք։ Հասկացա, Նորեր ջան։ Իրականում նայ, մի քիչ առաջ ոնց որ այդ նման բան ես եթե հիշես ասացի, որ ամեն դեպքում այդ մոտեցումն է իմ համար ընդունելի, այսինքն եթե ուսանողը որոշեց ինչ որ հավելյալ տեղերից օգտվի, լավ անում թողանի, բայց ես միշտ այդ եմ մտածում, որ ամեն դեպքում դասախոսը այնքան խիտ գրաֆիկով պիտի տանի, այդ ամեն ինչը ճիշտ տանի եւ այլն, որ ոնց որ Էլ ուսանողը մի հատ էլ հավելյալ չուզել է մտնել ինչ որ տեղից կարդա, որ հասկանա, այսպես։ Նորեր ջան, մեկ էլ ինձ ասա, որն է քո
երազանքը ծրագրավորման մեջ։ Դու դեպի ուր ես գնում, քո նպատակը որն է։ Նպատակը ինա, որ ոչ թե լավ ծրագրավորող դառնամ, ինձ պետք է ու նպատակ եմ դրել իմ դիմաց, որպեսզի ինչ-որ բան ստեղծեմ, որ դրանից հետո մարդիկ խոսեն, որ այս մարդը էս արեց կամ էս թողեց։ Հասկաց։ Ապրես։ Ես մենակ ուրախ եմ քո համար։ Շնորհակալ եմ։ Նորա ջան, քեզ շնորհակալ եմ այսօրվա համար։ Ել եմ ասում, հուսով եմ մենք շատ երկար տարբեր sense նման ֆորմատի համագործակցություններ կունենանք։ Քեզ շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հաջողություն։ Հաջողություն։